66-ամյա Ռոբերտը գնունի տոնավաճառում արտադրական սարքեր է վաճառում։ Նա էլ բոլոր փոքր ու միջին բիզնես ունեցողների պես հարկային օրենսգրքի փոփոխություններով կամ պետք է գույքագրի ու ներկայացնի վաճառասեղաններին հայտնված բոլոր ապրանքների ձեռքբերման փաստաթղթերը կամ ստիպված կլինի 10% շրջանառության հարկ տալ 5-ի փոխարեն։ Սա հին ապրանքներ է, ինչքան տեսնում, կեսի անհնար է։ 30 տարվա արտադրական հին սարքավորումներ կան նրա խանութում, ոնց պետք է գույքագրի դրանք։ Ինչպես է հնարավոր պարզել, թե որտեղից է ինքը տարիներ առաջ գնել օրինակ այս հին ապահովիչներն ու էլեկտրաէներգիայի հաշվիչները։ Սա ինչ է գույքագրենք։ Հետո գալիս է օրամեջ ասենք մի հատ ծեր պապիկա գալիս տունը մի բան գտելա բերել տալիս առնում ենք։ Հունվարի 1-ից են ուժի մեջ մտել հարկային օրենսգրքի փոփոխությունները, ըստ դրանց ապրանքի ձեռքբերման փաստաթղթեր չներկայացրած տնտեսվարողների համար կրկնապատկվում է շրջանառության հարկը 5-ից դառնալով 10%, իսկ փաստաթղթեր ներկայացրածների համար հակառակը 1.5%-ից նվազում է։ Այդ փոփոխություններով նաև հստակ պահանջ է դրվում գույքագրել ապրանքը։ Փետրվարի վերջին կառավարությունը ժամանակավոր հետքայլեր արել շրջանառության հարկի բարձրացման հարցում, բայց փոքր ու միջին բիզնեսներ ունեցողները, որոնք չեն դադարեցնում փողոցային պայքարը, պնդում են, թե ոչ մի հետքայլ չի եղել։ Փաշինյանը իր երկաթե մուրճը շարունակում է թափահարել փոքր բիզնեսի գլխին։ Ծերին հասցնում ենք, բայց հələ նոր ասկսես 10%-ը հələ։ Եթե տեսանք չի լինում, այս օրենքը հետ չենք կանչում։ Դադարացնում են գործունեությունը, անիմաստ է։ Ռոբերտը բոլոր ակցիաներին մասնակցում է, բայց արդեն հուսահատ է, ամսվա կեսը դատար գրպանով է տուն գնում։ Փոխանակ ուրախ լինի, որ թոշակառուն չի նեղում։ Խի թոշակը աշխատանքը չարի մենք, մի նեղիկ էլ աշխատենք, հին ապրանք ենք վաճառում, ու սենց հետ են գնում։ Առաջընթաց չկա։ Այս նշանակում է երկրի կործանվում է։ Ո՞վ է մեղավորը։ Երկրի ղեկավարը։ Երկրի ղեկավարին է մեղադրում խնդիրների համար, ուզում է, որ Փաշինյանը հիշի նախընտրական խոստումները, ժամանակին պատրաստ էր երդվել, որ թևու թիկունք է լինելու փոքր բիզնեսին, հեշտացնելու է փաստաթղթավորումը, պակասեցնելու է հարկային բեռը։ Իր խոստումները հենց առաջի օրը, որ նոր նստել էր, մի հատ ուրախացանք, ասեց փոքր շրջանառությունը քիչ է, հարկերը հանում ենք, միայն ասենք սոցիալտիմուցի ուրախացանք բան է։ 72-ամյա Վոլոդյան 25 տարի է սովետական ապրանքների վաճառքով է զբաղվում։ Նստել եմ ոչ բան չեմ վաճառել այսօր։ Թոշակառուի համար վատ գործ չէ, բայց եթե հարկային բեռն ավելանա, ստիպված կլինի փակել փոքրիկ խանութը։ Նիկորս է գալի ամեն ինչը։ Օրերով բան չեմ ծախում, զրո գնամ տուն։ Երբեմն տոնավաճառի աշխատողները ժամերով շախմատ է խաղում, գործ առհասարակ չի լինում։ Միակ ուրախությունը անկյունում երբեմն ծլվլացող թռչնակն է մնում։ Երկար չեմ կարող մնամ կայլ ասել, թողեմ գնամ մեր տուն նստեմ, մի թոշակով յոլա գնամ։ Այս մարդիկ հաշվել էլ չեն կարող, թե քանի դուռ են թակել հարկային փոփոխությունները կասեցնելու պահանջով։ Պահանջում են հարկային ավելի պարզ ու հասկանալի ռեժիմ սահմանել իրենց ավելի խճճելու փոխարեն։ Աննա Գյուլնազարյան, Միլենա Պողոսյան և Արմեն Ապրեսյան, Հայլուրի համար։